Հա, այ խելոքներ, բռնվեցիք ընտրակաշարքի վրա, ոչ մեկ, ոչ երկու։ Ազգային բարերար, մեծ ֆիլանտրոպ, տիեզերագնաց, Սամվել Կարապետյանի կողմնակիցները։ Ընդ որում գիտեք որն էր ամենանողկալին։ Այդ ձայնագրություններից մեկի մեջ մի մարդու 120,000 դրամ ոնց որ փող են խոստանում, որպես ընտրակաշարք, որ գնա իր հիվանդանոցային ծախսերը հոգա։ Հիմա դուք հասկանում եք հունիսի 7-ին մենք ինչերի միջև պիտի ընտրենք։ Մի կողմից այն քաղաքական ուժն ու կառավարությունն է, որ ասում է Հայաստանի արժանապատիվ քաղաքացի, քո վճարած հարկերից քեզ տալիս եմ առողջապահության ապահովագրություն։ Կգնաս, կբուժվես, միլիոն, 2 միլիոն, 4 միլիոնի նույնիսկ վիրահատություն կանես։ Հետո առողջ ու հանգիստ կգնաս տուն ու ոչ ոքի պարտք չես մնա։ Մյուս կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է այս 120,000-ը վերցրա որպես թուլափայ։ Գնա տես ինչ ես անում որպես ընտրակաշարք։ Բայց այդ 120,000-ի տեղը 1,200,000-ի տանջելու է այդ մարդուն։ Հիվանդացնելու է այդ մարդուն, չի առողջացնելու, հասկանում եք։ Մի կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է դու արժանապատիվ քաղաքացի ես։ Մյուս կողմից այն քաղաքական ուժն է, որ ասում է դու անարժանապատիվ հպատակ ես։ Այսօր առնում ու ծախում եմ ձենդ, վաղը կառնեմ ու կծախեմ ապագատ, մյուս օրը կառնեմ ու կծախեմ երկիրդ, մինչև վերջին խազը, մինչև չվերջանաս, որովհետև դու իմն ես, իմն ես։ Սա է ուղերձը այդ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացին պատասխանելու է այս մարդկանց ու իրենց տեղն է ցույց տալու այս մարդկանց։ Բոլորին հատ։ Բռնվեցին։ Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ Տաշի Սամոյի թիմակիցներից մեր ձևով շարժման անդամներից արդեն իսկ 5 անձ է ձերբակալվել ընտրակաշարք բաժանելու համար։ Մարդկանց ձևական գրանցել են աշխատանքի, վճարել են գումար եւ ստիպել են, որպեսզի ընտրություններին քվեարկեն իրենց օգտին։ Կեղծ բարեգործության անվան տակ մարդկանց բաժանել են գումարներ, պարտավորեցնելով, որ ընտրություններին իրենց ձայն են տալու։ Այո, ընտրակաշարքի միջոցով փորձում են այս ժողովրդին նորից ստրկացնել։ Կեղծ են ընտրությունները։ Հետաքրքիր է, հիմա ինչ են ասելու Տաշի Սամոն, նրա արհեստական բանականությունը, նրա թիմակիցները ու ձևիցները։ Էլի կապ չունեն նախկինների հետ, թե նախկինների բարքերի ու վարքերի հետ կապ չունեն։ Ընտրակաշարք բաժանող ընտրակեղծարարներ։ Երևի արդեն աչքներովդ ընկել է հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութը առայն, որ ըստ օպերատիվ տվյալների մեր ձևով շարժման անդամները փաստորեն մեծամորում գրասենյակ են բացում, մարդկանց են գրանցում տարբեր հաստիկների եւ քողարկված ընտրակաշարք են տալիս աշխատավարձի տեսքով, որպեսզի սրանք էլ իրենց հերթին այլ մարդկանց ներգրավեն եւ իրենց ձևերով, ասել է թե պիղծ ձևերով, տարբեր մարդկանց շահագրգռեն, ստիպեն կամ ինչ որ եղանակներով դրթեն, որպեսզի ընտրեն իրենց կուսակցությանը։ Այդ չլինի, որ ասում եք 300,000 աշխատատեղ ենք ստեղծելու, սրա մասին էիք խոսում, հա? Այս աշխատատեղերը նկատի ունեիք դուք ոնց որ, հա? Այս մարդիկ ոնց որ խառնել են իրենց եւ հասարակության մեծ մասին։ Դուք ինչա մտածում եք մեր ժողովրդի մեծ մասը ձեր նման, հա, որ պատրաստ է փողի դիմաց ամեն ինչ ծախի, ամեն ինչ անի, ամեն ինչ տա։ Խառնել եք, սխալվում եք, բռնվելու եք եւ ձեր հետ այն բանից են անելու, օրենքով սահմանված կարգով։ Խառնել եք նաեւ ժամանակները։ Հիմա Հայաստանի Հանրապետության պետական կառույցները ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական շահին, ոչ թե ձեր տերերի շահին, ոնց որ այն ժամանակ էր, որ ինչ ուզում անում էիք, ում հետ ինչ ուզում անում էիք, ձեր տերերի հրամանով եւ ձեր տերերի ցանկությամբ։ Բայց մի հատ շատ դրական բան գտա նաեւ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած տեսանյութում։ Այդ տեսանյութում փաստորեն իրենց բերանով փաստում են, որ շատ լավ հասկանում են, թե ինչա լինելու իրենց հետ, եթե բռնվեն։ Այս ձայնագրությունը դրա մասին է խոսում։ Մեզ մոտ մի որ գիտես թազա օրենք են անել, նա լիշնի 1000 դրամ մեկին տանք լավ։ Այո, շատ լավ հասկանում եք, թե ձեր հետ ինչա լինելու, եթե բռնվեք։ Ու կբռնվեք, որովհետև Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, պետական կառույցները ուշի ուշով հետևում են, որպեսզի որևէ մեկը չկարողանա միլիմետր անգամ ոտնձգել Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ժողովրդի իշխանության դեմ։ Բարի լույս սիրելի բարեկամներ, Երևանյան խցանումները լավ առիթ են ձեր հետ շփվելու, հատկապես երբ որ անձրև է գալիս ու խցանումները մի քիչ ավելի ուժեղ են։ Երեկվա միջադեպի մասին եմ ուզում խոսել, եկեղեցում տեղի ունեցած վարչապետի նկատմամբ ոտնձգության փորձի։ Ուզում եի պարզապես հիշեցնել, որ մենք էլ ենք ընդդիմադիր եղել շատ երկար տարիներ եւ անհամաձայնություններ ենք ունեցել տարբեր իշխանությունների հետ, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, բայց մտքներովս անգամ չի անցել որևէ մեկ պետական պաշտոնյայի վրա ձեռք բարձրացնել ելուր մնաց երկրի ղեկավարի։ Պատկերացրեք սրանց հանդգնության եւ բարոյականության աստիճանը, որ կարող են իրենց թույլ տալ նման բան անել։ Էլ չեմ ասում եկեղեցում, երբ որ տենց իրենք կարծես թե սրբորեն փորձում են այն իհարկե սրբորենը ճակերտներում պաշտպանել։
Դուք լսել եք հավանաբար են արտահայտությունը, որ սրիկաների կամ տականքների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է։ Սա ուղիղ նրանց մասին է։ Այո, այդպիսի սրիկաների վերջին հանգրվանը միշտ հայրենասիրությունն է լինում, բայց կրկին չակերտներով, որտեղ իրական հայրենասիրությունը դա չի։ Իրական հայրենասիրությունը երկիրը եւ երկրի օրենքները եւ երկրի ընտրված իշխանություններին նաև սատար կանգնելն ու պաշտպանելն է։ Իսկ այդպիսի սրիկաների իրական հանգրվանը պետք է լինի իհարկե դատարանի որոշմամբ քրեակատարողական հիմնարկներում եւ ուրիշ ոչ մի տեղ։ Ձեզ լավ աշխատանքային շաբաթ մաղթում։ Բարի լույս բոլորին, հուսամ լավ եք եւ աշխատանքային լավ շաբաթ եմ ձեզ մաղթում։ Ուզում եմ անդրադառնալ 3 եկեղեցում տեղի ունեցածին։ Գործընկերներս բավականաչափ խոսել են սրա մասին, դատապարտել այս երևույթ, թե ոչ միայն գործընկերներս, բայց այսօր աշխատանքի գալիս հետևում էի, այսպես ասած, օլիգարխիայի խոսափողների արձագանքին այս միջադեպին, եւ ինչ եմ արձանագրում, ուրեմն մետադիչկայով գրում է հետեւյալը. Դե վարչապետ Փաշինյանը չգիտեր, որ շատ մարդիկ կան հավաքված եւ հնարավոր են սադրանքներ։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին վերածել է քաղաքականության մեջ մերժվածների աղանդի, որոնք ուրեմն տոնորերին կամ պատարակներին հավաքվում են եկեղեցիներում եւ ուրեմն թույլ չեն տալիս կամ փորձում են թույլ չտալ իրենց կողմից ոչ հաճո մարդկանց մուտքը եկեղեցի կամ փորձում են սադրել։ Սա ոչ այլ ինչ է, քան աղանդի վերածված մի խմբակ Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, որ իրանք են որոշում այդ եկեղեցի ով պետքա մտնի, ով չպետքա մտնի, իրենց հաճելի մարդիկ այնտեղ պետք է լինեն, թե չէ։ Ես կարծում եմ, որ այս կրոնը երբ որ ստեղծվել է, ի սկզբանե չի ունեցել նման սկզբունքներ, նման կանոններ եւ նման մտադրություններ, եւ հետեւաբար սա աղանդ է, որը պետք է մերժվի Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ եւ Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա։ Այսքանը ձեզ լավ օր եւ լավ շաբաթ։ Տեսա, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի երբեմնի ղեկավարի որդին եւ համատեղության կարգով ռուսաստանցի օլիգարխի Զարմիկը հրապարակային հայտարարել է, որ ինչի վրա մարդիկ ուզում են գրազ է գալիս, որ իրենք ընտրություններից հետո իրենց քվեն չեն տալու այլ մարդու, այլ տալու են Սամվել Կարապետյանին որպես Հայաստանի հաջորդ վարչապետ։ Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը եւ պնդում եմ, որ իրենք ընտրությունից հետո անկախ ընտրությունների արդյունքներից ուզում են 100% քվե հավաքեն, իրենց ձայնը տալու են ոչ թե Սամվել Կարապետյանին որպես հաջորդ վարչապետ, այլ մարդու։ Գրազ եմ գալիս $1 միլիարդ վրա։ Պայմանը հետևյալն է, եթե իրենք են պարտվում, $1 միլիարդ անհապաղ մուծում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, այսինքն տալիս են ժողովրդին։ Եթե ես եմ պարտվում, սպիտակ թղթի վրա ինչ ուզում են թող գրեն կանեմ, թող գրեն ինքնասպան կլինեմ։ Հիմա ժամը 10:15, 12 ժամ եմ տալիս հրապարակային հաստատելու համար գրազը։ Եթե մինչև երեկոյան 10:15 չհաստատեն գրազը, կֆիքսեմ, որ նրանք օթեն, ինչպես իրենց բոլոր ասածները։ Քանի որ ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները շարունակում են փախնել մեր այդ բանավեճերից, ունեմ նոր առաջարկ։ Պատրաստ եմ բանավիճել Սամվել Կարապետյանի արհեստական բանականության հետ։ Կանենք հետևյալ կերպ. Գալիս են իր բարեկամները, թիմակիցները, իսրայելցի գեներալը, սեքսի նախարարը, դնում են հեռախոսը, այնտեղ ինչ ցելիան կոփվում, չգիտեմ, ChatGPT, Gemini, Grok, Copilot, եւ միացնում են Սամվել Կարապետյանի արհեստական բանականությունը, ես բանավիճում եմ։ Բայց կարևոր մի հատ պայման ունեմ։ Իրանք հետևից բոլորը պետք է կանգնեն եւ ամեն անգամ, երբ որ արհեստական բանականությունը մի բան ասի, պիտի ասեն ուժեղ, այո, հոպարն ուժեղ է, ուժեղ, սպասում եմ։ Ուրեմն այս արհեստական բանականությամբ գեներացված ուժեղ տղեն նույն ինքը Հայաստան դեսանտ իջեցված ռուսաստանցի օլիգարխը իր իսրայելցի փիարշիկների խորհրդով իբր իր առավելությունն ընդգծելու համար ասում է, որ ինքը ծառայել է բանակում։ Իսկ հիմա հարց. որ երկրի բանակում է ծառայել Հայաստան դեսանտ իջեցված ռուսաստանցի օլիգարխը։ Պատասխան. Հայաստան դեսանտ իջեցված ռուսաստանցի օլիգարխը ծառայել է սովետական միության բանակում։ Իսկ հիմա հարց. իսկ ով պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Ով պետք է ծառայի անկախ Հայաստանի պետականությանը։ Պատասխան. անկախ Հայաստանի պետականությանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պետք է ծառայեին Հայաստան դեսանտ իջեցված ռուսաստանցի օլիգարխի որդիները, Հայաստան դեսանտ իջեցված ռուսաստանցի օլիգարխի եղբոր, նույն ինքը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի որդիները։ Իսկ հիմա հարց. իսկ ինչ են արել այս տղաները։ Պատասխան. թռել են, թռել։ Համերասացնել է դա, հարգելի սիրելիներս, որ երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Հայաստանի Հանրապետությանը ծառայելու հարց կա, դուք չկաք, թռացեք։ Իսկ այլ պետությանը ծառայելու հարցում տուտ կաք տուտ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը սլաբո,
Էս էլ հոսեքսի նախարարություն բացել չի։ Ասում են նախքին չենք, մենք նախքիների հետ ինչ կապ ունենք։ Բացի այն, որ ֆիզիկապես եք նախքին։ Ասենք հանրապետական երկարամյա գործիչներ եք, պաշտոնյաներ, այդ նույն շրջանակի հետ նստածելա, տված առած, մի բան էլ արժեհամակարգային իմաստով եք նախքին։ Հիշում եք Վարդանիկի Գյումրիի քաղաքապետի զայնագրությունները, որ հրապարակվեցին ընտրությունների օրերին, ոչ թե ընտրվելուց հետո։ Նույն ծերագիրը, նույն արժեհամակարգը, ընտրողների ու մարդկանց քաղաքացիների նկատմամբ նույն վերաբերմունքը, բառացիորեն նույնը։ Հետո Գյումրիում եւս երկու մյուս դաշինքների, թե կուսակցությունների առումով նույն զայնագրությունները հրապարակվեցին, ելի ընտրողներին ֆինանսապես ու նյութապես շահագրգռելով, փորձելով մարդկանց տանել ընտրությունների։ Հետո նույնատիպ, լրիվ նույնատիպ զայնագրություններ հրապարակվեցին նաև Էջմիածնի ընտրությունների գործով։ Ամբողջովին նույն ծերագիրը։ Լրիվ նույն ծերագիրներ նաև այսպես կոչված նախկինները, երբ հանրահավաքներ էին իրականացնում ու քննչական մարմինը, հակակոռուպցիոն կոմիտեն, իրավապահ մարմինները այս օրինակ զայնագրություններ էին հրապարակում, որտեղ ակնհայտ էր դառնում, որ մարդկանց հանրահավաք էին բերել ֆինանսապես շահագրգռելով։ Հիմա էլ մեր ձևովականները մեծամորում են նույն լրիվ նույն ծերագիրը կիրառելով մարդ հավաքում ընտրությունների համար, ընտրելու համար։ Դուք պատկերացրեք, եթե սրանք իշխանության կային։ Այս ամեն ինչը, այսինքն պատկերացնելու կարիք չկա, ընդհանրապես հիշեք։ Հիշեք ինչպես էր նախկինում եւ ինչպես է հիմա։ Գալու են նորից ընտրությունների սիստեմը ընդհանրապես վերացնելու են, տոտալ ընտրակաշարք բաժանելով են փորձելու վերընտրվել ու վերացնելու ընտրելու ինստիտուտը։ Այսքան բան։